շատ լավ էր, երբ որ արտահանվում էր Ռուսաստան, բայց հիմի որ արդեն չի արտահանվում, շատ վատ է։ Վատը այն խոսքը չի։ Չգիտեմ ինչ պիտի անենք, ոնց պիտի լինի։ Մեր հույսը միակն էր, որ կարտահանվի։ Նորից Ռուսաստանի հետ ամեն ինչ լավ կլինի, բայց եթե Ռուսաստան չգնաց, ընդհանրապես չի ծախվելու ծաղիկը ու չեմ կարծում, որ համագործակցեն ուրիշ երկրներում ծախվի։ Մեր հույսը մենակ Ռուսաստանն էր։ Որքան ժամանակով որ դուք չեք կարողանում արտահանել, այն ժամանակ ինչ քանակով եք օրինակ արտահանում։ Շատ քանակով ենք արտահանում, ամեն ինչ լավ էր, մոտ արդեն մարտ ապրիլ ամսից այս վիճակն ա եղել։ Գնում էր, բայց քիչ էր գնում, բայց կարևոր էլի դուրս գալիս էր, սենց լճացում չէր լինում։ Ժողովուրդը կարում էին արտահանեին, բայց այս մի քանի ամսվա ընթացքում ընդհանրապես ոնց որ փակվեց ու չի արտահանվում։ Ոչ միայն ծաղիկը, միրգ, բանջարեղեն, բոլորն էլ չի արտահանվում, ընդհանուր ոնց որ լրիվ փակել են։ Հիմի չգիտենք ինչ պիտի լինի, ժողովուրդը ոնց պիտի ապրի, այս ամեն մի քոլի հետ մենք աշխատել ենք, ամբողջ ջերմոցը սենց ծաղկած մնացել է, բայց երբեք չի եղել այտենց էլի, արտահանվել է, քաղել ենք, թեկուզ քիչ քանակով, համ կոկոմ ենք քաղել, համ ծաղկած ենք քաղել։ Ռուսաստան կոկոմն էին ուղարկում, կարող է լիներ 80 դրամ մեկ հատիկը, 100 դրամ, 70 դրամ, բայց ժողովուրդը գոհ էին, ձեռ էր տալիս, արտահանում էին ու վաճառում էին, իսկ ծաղկած ծաղիկներն էլ ստեղ մեր շուկայում էինք ծախում, էլի ծախվում էր, կարող է լիներ մի բուկետը 1000 դրամ, 800 դրամ, լավ թող լինի 500 դրամ, 500-ին էլ դեմ չեմ, էլի կքաղեմ, բայց էդ էլ չի ծախվում, 300 դրամով էլ չի ծախվում, որտեղ ծախենք, որտեղ արտահանենք, չգիտեմ, ինչ ա լինելու, ոնց պիտի ապրի մեր ժողովուրդը, միլիոնների վարկեր են վերցրել, միլիոնների, բոլորի հետ նույն կարգավիճակն է, այս ամբողջ մարզը, որ ամեն տուն մտնեք, բոլորի հայաթում մեծ տարածքներով, մեծ ջերմոցներ ա դրած, բոլորը ունեն այդ խնդիրը, մենակ մերը չի, վերցրել ենք, կեսը մարել ենք, կեսը չենք մարել, հիմի չգիտենք ինչ պիտի անենք, դե այն հույսն ենք ունեցել, որ կվաճառվի, համ մեր ապրուստը կլինի, համ վարկերը կմարվի, բայց հիմի ոչ մեկն ա, ոչ էլ մյուսը, նայեք ամբողջ ջերմոցը ծաղկած, հենց այս բոլորը միլիոններ ա ու վնաս ա, եթե մենք այդքանը վաճառեինք, ինչ որ մի գնով, ինչքան որ կվաճառվեր, պարզեր մենք ինչքան եկամուտ կստանայինք, չգիտեմ, հիմի տեսնենք ոնց կլինի, գոնե ընտրություններից հետո ինչ որ մի բան կկարգավորվի, հույս ունենք գոնե ընտրություններից հետո կկարգավորվի ինչ որ մի բան, որ մեր ժողովուրդը հույս ունենան, նորից աշխատեն, վաճառեն, կարողանան իրանց գոյությունը պահել, բայց հիմի ինձ չի, թեկուզ հիմի բանջարեղեն դնենք, բանջարեղենն էլ նույնն ա լինելու, ելակը չի ծախվում, պամիդորը չի ծախվում, վարունգը չի ծախվում, եթե հույս ունենանք, ուրիշ մշակություն կանենք, բայց ոչ մի բանն էլ չի ծախվում, այս պահին ամեն ինչը արդեն այս 2 ամիս ավել ա մենք քաղում թափում ենք, ինչքան ծաղկում ա քաղում թափում ես, անգամ չեմ ուզում մոտ էթամ, ամեն մի ծաղիկը քաղելու հետ վատ ես զգում, ներդրում ես արել, հոգի ես դրել, ամեն մի ծաղիկը քաղելու հետ, օրվա մեջ մի քանի անգամ սենց մտնում եմ, նայում եմ ու դուրս եմ գալի, բոլորն էլ նույնն ա, թեկուզ բանջարեղեն ա, տեսնենք ինչ ա լինում մեր երկրի վիճակը, նոր որոշենք ինչ անենք, քանդենք, թողենք, բանջարեղեն անենք, բանջարեղենն էլ տեսնենք ինչը կծախվի։